Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս Հայաստան Դաշնքի նախընտրական ցուցակի անդամ Բորիս Մուրազին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Մուրազի հրավերն ընդունելու համար։ Պարոն Մուրազի, նախ թիմի նախընտրական ծրագրից կուզեի խոսել։ Դուք ինչ եք ասում, որ նախընտրական ծրագիրը գրում եք ժողովրդի հետ։ Ինձ հետաքրքիր է ինչու եք որոշել նման բան անել եւ արդյոք իսկապես հաշվի եք առնում քաղաքացիների կարծիքները, եթե այս ընթացքում ստացել եք առաջարկություններ։ Իհարկե, ասվածը համապատասխանում է իրականությանը, ծրագիրը գրվում է ժողովրդի հետ, այսինքն շտաբերը, մարզային այցերի, այլ հանդիպումների շրջանակներում մենք ստանում ենք քաղաքացիների կարծիքները, ստացել ենք նաև եւ ծրագրի հիմնական դրույթները կարծիք թե հրապարակված են նաև, ոչ ամբողջական, դեռ կհրապարակվեն մի երկու բլոկ կա, որ պատրաստ կլինի, այնպես որ այո, իհարկե, մենք գիտենք մեր ընտրողները ինչ են ուզում, գիտենք հանրությունը ինչ է ուզում եւ ըստ այդմ նաեւ ձևավորվել է ծրագիր նախընտրական։ Բայց ինչու եք դա անում։ Ինչը։ Ներառական եք ուզում դարձնել ձեր ընտրական ծրագիրը, թե օրինակ ուզում եք պատասխանատվություն կիսել մարդկանց հետ, որ ասեք, այ տեսեք դուք եք սա ուզում։ Ոչ, մենք ուզում ենք գալ իշխանության, իսկ եթե ուզում ես գալ իշխանության, պետք է սպասարկես այն հանրությանը, որի խնդիրներով պետք է զբաղվես։ Ինչ առաջարկություններ եք ստացել։ Գիտեք, առաջարկությունները, որոնք այսպես կետ առ կետ չեմ կարող ասել, բայց իհարկե դրանք ներառված են ընդհանուր ծրագիրը բխեցվել է նաև այդ առաջարկներից։ Պարզվեց մենք էլ մեր մոտեցումներն ունենք, ի վերջո քաղաքական միավոր է եւ քաղաքական միավորը իր պատկերացումներն ունի։ Եվ դրա մեջ երևի մի քիչ փոփոխություններ են եղել, մի առաջարկ ընդունվել է, գուցե մեկը չի ընդունվել, դա կոնկրետ կարծում բովանդակային քննարկման բան չի ասում։ Բայց հիմա որ առաջարկությունը կա։ Մեկ-երկու առաջարկ կարող եք նշել, անվտանգային բլոկով եք ավելի շատ առաջարկություններ ստացել, տնտեսական բլոկով եք ստացել, սոցիալական, իհարկե առաջին հերթին հետաքրքրում է անվտանգային միջավայրը, անվտանգային խնդիրները, որ մենք ունենք, եւ բնական է ամենաշատ քննարկումները այդ հարցի շուրջ են եղել։ Մարդկանց իհարկե հետաքրքրում է նաեւ Ադրբեջանի կողմից մեր տարածքների օկուպացիան, Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիան, մարդկանց հետաքրքրում է արցախցիների վերադարձի իրավունքը, մարդկանց հետաքրքրում է նաև երկարաժամկետ խաղաղությունը, որը կախված չի լինի մեկ մարդու կամքից եւ այդ մեկ մարդը տվյալ դեպքում անգամ Հայաստանի իշխանության ղեկին գտնվողը չի, այլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասին է խոսքը։ Լավ, պարոն Մուրազի, թիմը, որի ցուցակում դուք հիմա ընդգրկված եք, մեկ անգամ ընտրողներից մանդատ ստացել է ժամանակին 21 թվականին խոստմամբ, որ գալիս են իշխանությանը հեռացնելու, ասում են այլ օրակարգ չունեն, քան դա է։ Անցել են տարիները, իրենք աշխատել են խորհրդարանում, երբեմն իրենց օրակարգով, երբեմն իշխանության առաջ քաշած օրակարգով, նայած ով ոնց կգնահատի, բայց իրենք իրենց խոստումը իրենց ընտրողներին, որի համար մանդատ էին ստացել, չեն իրականացրել։ Հիմա դուք այն խոստումը, որ պիտի իշխանությանը հեռացնեն, որովհետև դա իրենց միակ օրակարգն էր ազգային ժողով գնալու։ Հիմա դուք այդ թիմի հետ եք վստահություն ունեք, որ այս անգամ էլ այն խոստումները, որոնք կկտրվեն, կիրականացվեն եւ չիրականացվելու դեպքում դուք չի ստացվի, որ մարդկանց վստահությունն եք չարաշահում։ Չէ, իհարկե չի ստացվի, որովհետեւ ցանկացած խոստման ապահովում կարևոր է մասնակցայնությունը, թե մարդիկ որքանով են դրան մասնակցել։ Այս դեպքում եթե ընտրության տվյալներն ենք վերցնում, հա, քաղաքացիները մեզ վստահել են 280,000 եւ ավելի քաղաքացի եւ Հայաստան Դաշինքը ամեն բան արել է, որ ընթացքը այսպեսին չլինի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի։ Բայց մյուս կողմից գիտեք, մարդիկ պիտի որոշեն մենք որ ճանապարհով են գնալու։ Եվ այդ որ ասում են իշխանությանը հեռացնելու, այս մարդիկ մանդատը տվել են ձեզ, դուք ասում եք սա, մարդիկ 21-ին մանդատը տվեցին, այն թիմի, որի հետ դուք գրում եք, այն ժամանակ թիմի հետ չէիք, եթե ես չեմ սխալվում, բայց խոստումը չեն իրականացրել։ Մարդիկ են մեղավոր, որ ընդդիմությունը չի իրականացրել խոստումը։ 21% եւ մի փոքր ավելի Հայաստան Դաշինքին եւ Հայաստան Դաշինքը իր ստացած 21%-ի շրջանակներում իրացրել է խորհրդարանական պետության սահմաններում տրված հնարավորություններ իրացրել է։ Այո, իշխանությունը չենք հեռացրել եւ սա մեր գլխավոր խնդիրն է եւ հիմա աստորեն կա հնարավորություն իշխանությանը հեռացնելու։ Կա հնարավորություն մի քանի ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ եւ այդ գործընթացը գնում է, այսինքն տարբեր ուժեր իրենց ծրագրերը ներկայացնում են եւ ես կարծում եմ այս ընտրություններին կա լիարժեք հնարավորություն իշխանություններին հեռացնել, եթե խոսում ենք ընտրական գործընթացի մասին, նախորդ ընտրական գործընթացը ֆորս մաժորային էր, հետ պատերազմական
հանրություն ունեինք, իշխանությունները գնացին կեղծիքի եւ մանիպուլյացիայի, իշխանությունները գնացին Նիկոլ Փաշինյանը գլխավորապես գնաց բացարձակ ստախոսության ճանապարհով, խաբեց ժողովրդին, որովհետեւ եթե 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը ասեր, որ Արցախը ճանաչելու է Ադրբեջանի մաս, որ ըստ էության մասնակցելու է Արցախի հայաթափմանը Ադրբեջանի հետ, ապա ես չեմ կարծում, որ հանրության այն զանգվածը, որ ձայն տվեց Նիկոլ Փաշինյանին, ձայն կտար։ Մենք ունենք մի իրավիճակ, այո, մենք որպես ընդդիմություն արել ենք հայտարարություններ, խոսել ենք ճշմարտությունը, չենք խաբել ժողովրդին խաբել է քաղաքացիական պայմանագիր եւ այդ ստի վրա կարողացել է ստանալ X քանակի ձայն եւ վերցնել իշխանությունը։ Բայց եթե սա չլիներ ստախոսների իշխանություն, ես ձեզ վստահեցնում եմ 2021-ին այդ իշխանապողությունը տեղի էր ունենալու։ Եթե լիներ պատասխանատու իշխանություն, այսպես ասեմ, գործող իշխանության պարտվելու հենց 21 թվականին էր, որովհետև իրենք փաստացի ունեին պարտված պատերազմ։ Եթե այդ ժամանակ նույնիսկ ընդդիմադիրներդ չկարողացաք հանրությանը համոզել, որ ձեր ձևակերպմամբ այս իշխանությունները ստախոս են, այս իշխանությունը պատերազմ են պարտվել, ել ոնց եք 26-ին պատկերացնելու, որ դուք կարող եք մեծամասնություն հավաքել։ Հանդես գալիս Հադրութի եւ Շուշիի դեօկուպացիա, Արցախի ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, խոսվում էր Արցախի անվտանգության երաշխավորը լինելու մասին։ Դուք անկեղծությամբ նստեք ու մտածեք, կամ քաղաքացիներ, ովքեր մեզ լսում են։ Եթե Նիկոլ Փաշինյանը 2021 թվականին ասեր, որ Ալիևի պատվերով փոխելու է Հայաստանի սահմանադրությունը, ինքը 680,000 ձայներ ստանալու։ Մենք գործ ունենք մի իրականության հետ, որտեղ կա մի քաղաքական միավոր, այս դեպքում Հայաստան դաշինքը, որ իր ամեն խոսքին պատասխանատու կերպով է մոտեցել, ծրագրեր է ներկայացրել, հայտարարություններ է արել, եւ գործ ունենք իշխանություն, որը ոտից գլուխ ստախոսների իշխանություն է։ Այսինքն որևէ, գիտեք ինչ, մի բան է, որ իշխանությունը կամ նախընտրական process-ի ընթացքում դու անես հայտարարություն եւ դա քեզ մոտ չստացվի հանգամանքների բերումով։ Այլ բան է անել մի հայտարարություն, խոստանալ մի բան, իրականացնել դրա 180 աստիճան հակառակը։ Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանը եւ քաղաքացիական պայմանագիրը 21 թվականին գիտեին, որ խաբում են հանրությանը, դա ապացուցում է հենց ինքը Նիկոլ Փաշինյանը, երբ 2021-ին ասում էր, որ դեօկուպացիա է լինելու եւ ինքնորոշման իրավունքի հետևից են գնալու, 2026-ին ասում է, եթե մենք Արցախը չճանաչեինք Ադրբեջանի մաս, մենք կորցնելու ենք Հայաստանը, մենք դիտավորյալ ենք, գիտակցաբար ենք գնացել այդ քայլին, որպեսզի ձեռք բերենք ինքնիշխանություն։ Մենք հասկանում ենք, մենք գործ ունենք կատարյալ ստախոսների, սա է խնդիրը, երբ որ դու գործ ունես կատարյալ ստախոսների հետ, եկակ իմ առաջին հարցին, ձեր ընդդիմադիր քաղաքական ուժն էլ չի իրականացրել այն խոստումը, որը 21-ին տվել էր, իսկ այդ խոստումը իշխանության հեռացումն էր եւ դա միակ օրակարգն էր ազգային ժողով գնալու։ Իրականացումը օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով այլ բան է։ Խոստման հակառակ գործելը լրիվ այլ բան է։ Մենք այո տարբեր ձևերով Դուք հիմա ձեր դեպքում հակառակ եք գործել խոստմանը, բայց ինչ է քաղաքացիական պայմանագիրը հակառակ է գործել։ Դուք ինչ եք արել։ Հայաստան դաշինքը արել է ամեն բան իր հնարավորության սահմաններում իշխանություններին հեռացնելու։ Այլ բան կարող եք ասել չի ստացվել, իհարկե չի ստացվել, ու դա շատ վատ է, որ չի ստացվել։ Բայց մենք չենք ասել, ասենք ինքնորոշման իրավունքի պաշտպանություն, հետո միացել Նիկոլ Փաշինյանի հետ, Նիկոլ Փաշինյան եւ Ալիևին Արցախը հայաթափելու ծրագրին։ Մենք այդ ծրագիրը շարունակում ենք, մենք ասում ենք հիմա էլ, երբ մենք ասում ենք, տեսեք իշխանությունները անդադ ուզում են պրովոկացնել, պատերազմի այդ երրագլուխ հրեշի ձևակերպում տալ այն դեպքում, երբ որ իրականում կա պատերազմի երրագլուխ հրեշ, եւ այդ հրեշի գլուխներն են Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիև եւ Ռեջեփ Թայիփ Էրդողան, մեզ փորձում են ներքաշել իբր Հայաստան դաշինքը պատերազմի քաղաքական միավոր է, մենք էլի դրա մասին չենք խոսում, մենք տեսեք խոսում ենք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, որը բնական իրավունք է եւ արցախցիները այդ իրավունքից պիտի օգտվեն։ Հայաստանը պետք է սպասարկի այդ իրավունքը։ Իշխանություններն ասում են, եթե մենք խոսենք արցախցիների վերադարձի իրավունքի մասին, իրենք էլ խոսելու են ադրբեջանցիները, խոսելու են ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի մասին։ Մենք հրաժարվենք արցախցիների վերադարձի իրավունքից, որպեսզի նրանք էլ հրաժարվեն ադրբեջանցիների վերադարձի իրավունք։ Սուտ ու կեղծ պնդում է, ասեմ, հիմա ձեր քաղաքական թիմը 26 թվականին ներողություն պարոն Մուրադի, նախընտրական ներողություն, նախընտրական ծրագրում հրավիրել եք, որ իմ խոսքը լսեք, ավարտեմ եւ կլսեմ ձեզ։
Նիկոլ Փաշինյանը ասում է հրաժարվենք արցախցիների վերադարձից, որpիսի իրանք էլ հրաժարվեն ադրբեջանցիների վերադարձի խոսակցությունից, Փաշինյանը հրաժարվել է այդ վերադարձից, Իլհամ Ալիևը անցնող տարվա դեկտեմբերին կազմակերպել է միջազգային համաժողով այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձի մասին եւ ասել է, որ ադրբեջանցիները պիտի իրավունք ունենան վերադառնալու Հայաստանի տարածք։ Լավ, իշխանությունները ընդունեցին ձեր ասածով Ֆարմուրազի հրաժարվել է այս թեմայից։ Էլի ստում է։ Լավ, ընդունեցինք ձեր տեսակետը, որ իշխանությունները ստում է։ Ձեր տեսակետն եմ հաստատում, դուք ասում եք, որ իշխանությունը հրաժարվել է արցախցիների վերադարձի իրավունքից։ Դուք Իշխանությունը դրա դեմ է գործում հիմա։ Ձևակերպեք դուք ինքներդ, դա ձեր միտքն է։ 26 թվականին ձեր քաղաքական թիմը խոսում է այն մասին, որ պետք է պայքարի արցախցիների վերադարձի իրավունքի համար։ Սա նախընտրական խոստում է։ Իհարկե։ Շատ լավ։ Հիմա ասեք, իշխանությունն այս մասով ձախողել է։ Դուք ինչ եք անելու եւ ո՞նց եք անելու։ Սա արդյոք մարդկանց ներողություն, հասարակության զգացմունքների վրա խաղալու փորձ չէ։ Սա արդյոք օբյեկտիվ իրականության ընկալում է։ Մարդը եթե իր տուն վերադառնալու իրավունքի մասին է խոսում, դա զգացմունքների վրա Չէ, ես խաղալու ասում եմ, ո՞նց եք դա իրականացնելու։ Հիմա ասեմ, Ոչ թե իրավունքն է այստեղ քննարկման առարկա, այլ ո՞նց է։ Երբ որ իշխանությունը, դուք ասելով իշխանությանը նկատում, իշխանությունը խոսում է, որ հնարավոր չէ դա, իշխանությունը ելնում է այն բանից, որ արցախցիների նկատմամբ էթնիկ զտում տեղի չի ունեցել, հանցագործություն տեղի չի ունեցել, եւ հետեւաբար, եթե չկա հանցագործություն, չկա իրավունք, որը պիտի վերականգնվի։ Մենք ասում ենք, եւ աշխարհում շատ այլ պետություններ եւս կազմակերպություններ եւս դա ընդունում են, ընդ որում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ժողովի ժամանակ Արարատ Միրզյանը ինքն էլ այդ ձևակերպումը ընտրեց, որ էթնիկ զտում է տեղի ունենում Արցախում, եւ Ջեյուն Բայրամովը Արարատ Միրզյանին հակադարձեց Նիկոլ Փաշինյանի խոսքով, ասաց ձեր վարչապետը ասում է, որ այդպես տեղի չունի։ Հիմա եթե մենք ելնում ենք դրանից, որ արցախցիների նկատմամբ, հավաքական արցախցիների նկատմամբ տեղի է ունեցել հանցագործություն, մարդկության դեմ հանցագործություն։ Եթե հանցագործություն է տեղի ունեցել, այդ հանցագործության հետևանքով խախտված իրավունքը վերականգնելու հնարավորություն կա, եւ դա աշխարհը ճանաչելու է։ Ոնց, պարոն Մուրազի, ասացեք։ Ոնց է դա հնարավոր, ինչ մեխանիզմներով։ Աշխարհում մենք նախ մեր դիվանագիտությունը պիտի աշխատեցնենք, որ ճանաչեն այդ հանցագործությունը եւ ասում պարարտ հող կա այդ հանցագործությունը ճանաչելու, ընդ որում գիտեք Միացյալ Նահանգներում է քննություն ընթանում եւ վերջնական եզրահանգման չեն եկել, իսկ եթե վերջնական եզրահանգման չեն եկել, դա նշանակում է կարող են տարբեր եզրահանգումների գալ, այդում նաեւ մեր աշխատանքի շնորհիվ կարող են գալ այն եզրահանգման, որը իրականությունն է, որ էթնիկ զտում է տեղի ունեցել։ Այսինքն դա դիվանագիտական աշխատանք է եւ Ադրբեջանը ստիպված է լինելու ընդունել արցախցիների խաղաղ վերադառնալու իրավունքը։ Ընդ որում էլի այստեղ պարտադրանքի մասին չի գրում, այն մարդկանց մասին, ովքեր կցանկանան վերադառնալ Արցախ եւ Բայց այդ մարդկանց անվտանգությունը Ադրբեջանի Այդտեղ արդեն կգա միջազգային մեխանիզմների մասին խոսակցություն, այսինքն սա աշխատանք է, որը պիտի տարվի։ Առաջին հերթին մենք պետք է չհրաժարվենք այդ իրավունքից։ Ես ձեզ ասեմ շատ փակագծեր չբացելով, այդ իրավունքի մասին խոսելը առաջին հերթին նաեւ Հայաստանն է ձեռնտու։ Ինչու՞։ Որովհետեւ դա անվտանգության ապահովման որոշակի բաղադրիչ է ապահովում։ Ի վերջո մենք պիտի Ադրբեջանին զսպենք։ Դուք այսպես Ադրբեջանին զսպելու եք։ Իհարկե, Ադրբեջանին պետք է զսպել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը երբ ասում է, որ վերջնական խաղաղություն է բերել, էլի ստում է, որովհետեւ Ադրբեջանը չի զսպվել, Ադրբեջանին չեն ստիպել հրաժարվել ռազմական հռետորաբանությունից։ Ադրբեջանը հասկացել է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության պարագայում այն ինչ որ ինքը պիտի ստանա կամ հələ հարց է կստանա թե չէ ուժ գործադրելով ինքը շատ հանգիստ ուժի սպառնալիքի տակ է ստանում։ Լավ, կամ մի միջազգային կառույց կամ գործընկեր, որ կսատարի այս գործընթացը ու ձեր ձևակերպմամբ կստիպի Ադրբեջանին, որ ընդունի խաղի այս կանոնը։ Երբ որ Տիկին Դանելյան որևէ հանցագործ գա ձեր տունը խլի, չէ՞։ Ձեր տունը խլի, ձեզ այդ տնից դուրս հանի։ Ձեր իրավունքի վերականգնման ճանապարհին ձեզ առաջինը հետաքրքրելու է դուք միջազգային հարևաններից օգնություն ունեք, թե չէ արդարության պահանջա լինելու, որ դուք այդ տան տերն եք։ Դուք իրավունք ունեք ապրելու այդ տանը, դուք իրավունք ունեք վերադառնալու այդ տուն։ Առաջինը մենք պիտի սկսենք գործընթաց, այսինքն մենք ինքներս պիտի չհրաժարվենք վերադառնալու իրավունքից։ Հետո գործընկերներ կգտնվեն, ու էլի եմ ասում, խոսքը ամենևին պատերազմի մասին չի գնում, ինչը փորձում են իշխանությունները համոզել։ Չի կարող ի վերջո առնվազն երկու մեծ պատերազմ բերած, Արցախի հայաթափում բերած իշխանությունը որևէ այլ ուժի մեղադրել պատերազմ բերելու մեջ։ Դա գիտեք նման է ինչ իրավիճակի, որ ասենք Խորհրդային Միություն տեսա
Արայք Հարությունյանն էլ այդ օրինակը բերել էր այդ պերսոնաժի, հա, Խորհրդային Միությունում կար մանկապիղծ սերիական մարդասպան Չիկատիլոն։ Ոնց որ Չիկատիլոն ինձ եւ ձեզ քննադատի կարմիր լույսի տակով անցնելու համար։ Այ կարմիր լույսի տակով անցնելը վատ բան է, բայց ինքը չի քննադատող։ Հիմա պատերազմը Նիկոլ Փաշինյանն է բերել։ 3 պատերազմ։ Արցախի հայաթափում է բերել։ Այսքանից հետո այս մարդը խոսում է, որ կան պատերազմի ուրիշ կուսակցություններ։ Լավ, եկեք ձեր անելիքներից խոսենք, եթերաժամանակը դրա համար օգտագործենք, թողենք իշխանություններին։ Դուք ասում եք, որ այս իրավունքը առաջ կքաշեք, թույլ տվեք հարցազաբարտեմ։ Այս իրավունքը արցախցիների առաջ կքաշենք, մենք համաձայնեցինք, որ լավ, սա հնարավոր է, ինչպես դուք եք ասում, բայց ոնց է էլի չեք ասում, անվտանգության մասով մեխանիզմների մասով ասում եք, դե դուք ձեր իրավունքից չպիտի հրաժարվեք։ Լավ, մենք չենք հրաժարվում, հիմա ինչ ունենք իրականում։ Կան պայմանագրեր, կան ձեռք բերված պայմանավորվածություններ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը այս ժամանակահատվածում առաջ են տանում։ Դա խաղաղության նախաստորագրված փաստաթուղթն է եւ մնացած կանոնակարգը, սահմանազատման եւ այլն։ Այսինքն նախաստորագրված փաստաթղթի մասին եմ խոսում։ Դա պայմանագիր չէ։ Թող չլինի պայմանագիր, թող լինի համաձայնություն ձևակերպեք դուք ինքներդ։ Հիմա կա process-ը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կան ստորագրված փաստաթղթեր, կան պայմանավորվածություններ։ Թույլ կտակ հարցս ավարտեմ։ Ես արդեն ասացի։ Եվ դուք գալիս եք, դիցուք իշխանությունն արդեն դուք եք։ Եվ առաջ եք բերում այս պայմանը արցախցիների վերադարձի իրավունքի հարցը, գուցե նաև Արցախի հետ կապված, կարգավիճակի հետ կապված հարց ունենաք, չգիտեմ։ Սա պայմանների վերանայում չէ արդյոք։ Եվ եթե պայմանների, գործընթացի պայմանների վերանայում է, սա արդյոք հղի չէ այն վտանգով, որի մասին խոսում է իշխանությունը։ Ինչու չեն ստորագրում խաղաղության նախաստորագրված պայմանագիրը։ Դա իրենց պիտի հարցնեք, խնդրում իմ հարցին ասա։ Ես կարող եմ պատասխանել իրենց փոխարեն, որովհետև դա ամենը հրապարակային է։ Մենք ոչ թե Հայաստանն է պայմաններ առաջ քաշում, այս պահին Ադրբեջանի կամքով ըստ էության պատերազմի հետևանքով ձևավորված այսպես կոչված խաղաղության փաստաթուղթը ստորագրելու համար Ադրբեջանը ունի նախապայմաններ։ Ադրբեջանը չի ստորագրում հիմա։ Ինչու Նիկոլ Փաշինյան հիմա չի ստորագրում։ Դե թող ստորագրեն, եթե ամեն բան ավարտված է, չէ՞։ Բոլորը բոլորից գոհ են, ինչու չի ստորագրվում։ Չի ստորագրվում կոնկրետ պատճառներով։ Իլհամ Ալիևը Ադրբեջանը ունի պահանջներ։ Առնվազն երկուսը հրապարակայնացվել են, բայց մենք ելնելով այս իշխանությունների վարքագծից եւ ստախոսեությունից չենք կարող վստահ լինել, որ ուրիշ պայմաններ էլ չկան։ Եկեք խոսենք հրապարակված պայմաններից։ Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության հարցը, անկախության հռչակագրից հրաժարվելը, որը Ալիևը պահանջ է դրել, եւ արդեն ասացի ադրբեջանցիների այսպես կոչված վերադարձի մասին։ Այս երկու պահանջները Ալիևը ներկայացրել է։ Երկրորդ պահանջ այդ վերադարձի հարցը Ալիևը չի հրաժարվել, բայց մի քիչ քարոզչական այդ առումով թույլատրել են այդ թեզը օգտագործել, վերջինը դեկտեմբերին եղել այդ միջազգային այսպես կոչված համաժողովը, ինչու, որովհետև չեն ուզում խանգարել Նիկոլ Փաշինյանին ձայներ հավաքել, այս պահանջները կան։ Ինչ բանակցված, եթե կան պահանջներ դեռ կատարելու, ինչ ավարտված գործընթացի մասին ենք մենք խոսում։ Հրաժարվելու եք այն գործընթացից, որը հիմա Ալիևը ինքն է հրաժարվել։ Արդեն իսկ եղած գործընթացից, պարոն Ուրասյան, հրաժարվելու եք։ Գործընթացը չի ավարտվել, իսկ եթե եղած պայմանավորվածություններից, փաստաթղթերից, որոնք ձեր գնահատման պայմանագիր չէ, հրաժարվելու եք թե ոչ։ Բանակցությունների ընթացքում մի հայտնի խոսք կա, ասում է, եթե մի կետ պայմանավորված չէ, պայմանավոր համաձայնեցված չէ որևէ կետ։ Դե հիմա իմ ասացին վերադառնանք։ Իմ հարցին պատասխանեք, պարոն Ուրասյան։ Ինչն է խանգարում։ Ես ձեր հարցին եմ պատասխանում։ Ինչն է խանգարում Նիկոլ Փաշինյանն ստորագրել այդ փաստաթուղթը, կասեք։ Ունեք այդ հարցի պատասխանը։ Ես հարց եմ տալիս, դուք վերանայելու եք, եթե այս հարցը առաջ եք բերում, դա վերանայում է թե ոչ։ Ինքը հենց հիմա վերանայում է այդ փաստաթուղթը։ Ես ձեր մասով եմ հարցնում։ Դուք սա վերանայում համարելու եք թե ոչ։ Բանակցող մյուս կողմի ինքը չի։ Ալիևը ասում է, ես չեմ ստորագրում Ջեյուն Բայրամովը օրերս էլ ասաց։ Մենք չենք ստորագրի խաղաղության պայմանագիր, մինչև մեր պահանջները չկատարվել։ Որոնք են այդ պահանջները։ Ընդունելի են ձեր համար այդ պահանջները։ Դուք Տիկին Դանիելյան, մեր քաղաքացիները, ես կուզենք, որ Ռամիլ Սաֆարովը մեր հարևանությամբ ապրի։ Հա։ Իդեպ հետաքրիր է արձանագրել, որ Հայաստանի արտգործնախարարության համար Ռամիլ Սաֆարովը այլևս հանցագործ չէ։ Քնած հայ սպային սպանող Ռամիլ Սաֆարովը արտգործնախարարության կայքից իր անունը հանվել է որպես հանցագործ։ Հիմա դուք
Մեր քաղաքացիները իրենց թող հարցն ուզում են իրենց կողքը 300,000 Ռամիլ Սաֆարովներ Շատ լավ, դուք միևնույն իմ հարցը շրջանցում եք, պարոն Ձեր Մուրադյան։ հարցը չեմ շրջանցում։ Ես հարցնում եմ, եղած պայմանավորվածություններից հրաժարվելու եք թե չէ, կան փաստաթղթեր կան արդեն նախաստորագրված, կանոնակարգը կա սահմանազատման։ Բանակցող երկու կողմ կա, չէ՞, եթե բանակցում են։ Կա սահմանազատման կանոնակարգը։ Մի րոպե, այդ ամեն ինչը ավարտված չի։ Այդ ամեն ինչը նախաստորագրում։ Դե դա եմ ասում, չավարտվածներն եմ ասում, այդ չավարտվածները շարունակելու եք թե ընդհատելու Չի եք։ շարունակում Ալիևը, Տիկին Տանելյան։ Ալիևը ասում է Ջեյուն Բայրամովի բերանով, ասում է մենք ունենք պահանջներ, դրանք կկատարվեն, նոր կստորագրենք։ Որոնք են այդ պահանջները, դուք գիտեք։ Դուք պատրաստ եք Ռամիլ Սաֆարովի հարևանությամբ ապրել։ Մեր հայրենակիցները պատրաստ են դրան։ Լավ, Արցախի մասով ներողություն։ Այդ խաղաղություն մեզ իհարկե պետք է, Հայաստանը պատերազմ չի ուզում եւ Հայաստանը 90-ականներին էլ պատերազմ չի ուզել, այդ պատերազմը հրահարվել է, հա, այդ ջարդերով, Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի ջարդերով, արցախցիների դեմ գործողություններով։ Այդ պատերազմը հրահարվել է Ադրբեջանի կողմից։ Պատերազմ հիմա էլ Հայաստանը չի ուզում, այն ժամանակ էլ չէր ուզում, բայց Ալիևը դնում է պահանջներ։ Հիմա ինքը նախաստորագրել է փաստաթուղթ, դրա նպատակը որտեղ նախաստորագրելու։ Եթե ինքը ասում է ունեմ պահանջներ, պիտի կատարեք։ Ընդ որում ներողություն, այստեղ շատ կարևոր հանգամանք է, որ ասում եք դուք ստորագրելու եք, հա։ Նիկոլ Փաշինյանն ինքը ասել էր, որ ըստ էության ինքը չի կատարելու այն պահանջը, որը հիմա կատարում են Ալիևի սահմանադրության փոփոխությունը։ Ընդ որում ես ձեզ ասեմ, բավական հմուտ ձևով հիմնավորեց, թե ինչու չեք կատարելու, թե ինչու հրաժարվեցին, ես դա չեմ հասկանում։ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ Ադրբեջանի սահմանադրությունում լրջագույն վտանգներ կան Հայաստանին առնչվող։ Իրենք իրենց համարել են առաջին ադրբեջանական հանրապետության ժառանգորդը, առաջին բուսաֆատական Ադրբեջանը տարածքային լրջագույն պահանջներ ունի Հայաստանից, հա, Հայաստանից։ Իրենք չեն հրաժարվում իրենց անկախության հռչակագրից։ Եվ Փաշինյանը պնդում էր, որ եթե երկուստեք հրաժարվենք, չէ՞, ասում էր իրենք էլ եթե մտահոգություն կա, մենք էլ իրենց մասով ունենք։ Եթե իրենք չեն փոխել, բա ինչու հետ կանգնեց իր խոսքից։ Ուրեմն եղել է սպառնալիք, չէ՞։ Եթե այս ամեն ինչը սպառնալիքի տակ է, նախաստորագրումը, օգոստոսի 8-ը, չգիտեմ, Կիրանցի իբր սահմանազատումը, չի կարող կողմերից մեկի դեմ սպառնալիք գործադրելով իր շահերին համապատասխանող գործընթաց սկսել։ Այսինքն, եթե սա մեր շահերից էր բխում, երկուստեք խաղաղության մթնոլորտ էր լինելու, ինչու է ստորագրված կամ արված հայտարարություններից պայմանավորվածություններից հրաժարվելու եք, թե չէ։ Ինչից Ալիևն է հրաժարվել։ Դուք եք ասում եք սպառնալիքներով է տեղի ունեցել, ասում հրաժարվել եք, թե չէ։ Այո կամ ոչ, ուզում եք ժամանակ չունեք հարցի վրա այսքան երկար ժամանակ ծախսելու։ Այո, ոչ չի, քաղաքացիներին պետք է ճիշտ ասել։ Դե Ալիևը պահանջներ դնելով ըստ էության ասում է բանակցությունների դուռը փակ չի։ Եթե փակ չի, մենք էլ մեր բանակցային առաջարկներն ունենք։ Ով ասեց, որ ասես Ալիևը ինչ ասի, պետք է ընդունենք։ Շատ լավ, դուք ասում եք, չեմ ստորագրի, որովհետև ունեմ պահանջներ, ասում եք շատ լավ, կգաք կբանակցենք։ Ձեր պայմաններով, որը դուք առաջ եք քաշում արցախցիների իրավունքի։ Վերադարձի իրավունքի հարց։ Վերադարձի իրավունքը անպայման պետք է լինի Հայաստանի տարածքներից հեռացումը։ Արցախի հարցով ինչ նախընտրական խոստում եք տալիս, ինչ եք ասելու։ Դե ասացինք վերադարձի իրավունք։ Չէ, Արցախի հարցով, հենց Արցախի հարցով։ Ասացինք վերադարձի իրավունք, հենց Արցախի հարցով։ Մշակութային ժառանգության պահպանություն, մնացած կետերը։ Դուք հիմա գիտեք, դուք հիմա ուզում եք բան ստանալ, որ Նիկոլ Փաշինյանը քարոզչական այդ երագելու խրեշի պատկերը ստանալ։ Ինչ նախընտրական խոստում եք դուք տալիս։ Մենք Նիկոլ Փաշինյանի Դուք Արցախի ժամանակին Արցախի անկախության, Արցախի հակամարտության էջը չփակված լինելու մասին եք խոսում, հարցում նախընտրական ծրագրով այս մասում ինչ կա գրված։ Այս հարցը գիտեք ոնց է հնչում։ Ոնց որ մեկը հարևանի տունը պաժար տա, վառի, ասենք։ Հետո այդ վառողը, որը վնաս է տվել, գա ասի, բա ինչ եք մտածում, ինչ եք անելու, ոնց եք վերանորոգելու այս տունը, ասում ենք մի րոպե կրակը կհանգցնենք։ Նոր մնացած հարցերը կքննարկենք։ Հիմա առաջին հարցը դա վերադարձի իրավունք, մշակութային ժառանգության ոչնչացման դեմ խոսալ։ Ինչ եկեղեցիներ են քանդում, ինչու չի խոսում իշխանությունը։ Եթե չեն վախենում են։ Լավ, դուք ինչ եք ասում եք, որ մեզ պետք է երաշխավորված խաղաղություն, բայց ինձ հետաքրքիր է նախով է լինելու այդ երաշխավորը, եւ եթե չի ստացվում խաղաղությունը երաշխավորել, ինչ է լինում այդ պարագայում։ Խաղաղությունը ստացվելու է երաշխավորել, ես ձեզ վստահեցնում եմ։ Մեր հասարակությանն եմ դիմում, որ հանգիստ լինեն, որովհետև Ալիևը Նիկոլ Փաշինյանի երազների պատկերացրած ուժեղ տղան չի։ Ալիևը չի կարող երբ ուզել պատերազմ սկսի, երբ ուզի չսկսի։ Ալիևը չի կարող ցանկացած բայի մտնել Հայաստանի տարածք, օկուպացնել տարածքներ, եթե իշխանության չէ Նիկոլ Փաշինյանը։
որովհետև Ալիևի համար այս ընթացքը ցույց է տվել ինքը ռազմական Իրանի դեմ իբր Իրանը անօթաչու էր, չէ՞, կիրառել, հոխորտած։ Այդ ինչի գործողություններ չարեցին։ Որտեվ հասկացավ, չէ, Իրանի դեմ իր սանձազերծվելիք պատերազմը երաշխավորված չէ հաղթանակով։ Ալիևի համար միակ երաշխավորված հաղթանակով պատերազմները եղել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանի դեմ։ Եթե փոխվում է իշխանությունը, երբ փոխվում է իշխանությունը, Ալիևը այլևս երաշխիք չունի պատերազմ վարելու։ Իսկ եթե երաշխիք չունի պատերազմ վարելու, ես ձեզ երաշխավորում եմ եւ մեր դաշինքը երաշխավորում է, որ ինքը պատերազմ չի կարող սկսել, չի էլ Ինչու, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն է լինելու։ Որովհետև չի լինելու իշխանություն, որը իրենց կամքը կատարելու է, որովհետև չի լինել, հիշում եք անվախ դիրքի Տավուշի մարզը, երաշխավորի մասին ասեք, ով է լինելու երաշխավորը, որի մասին դուք խոսում եք Տավուշի մարզեն փոքր միջադեպը 2020-ին, երբ Հայաստանի բանակը մի դիրք բարելավեց։ Ինչ եղավ, հիշում եք, 100 հազարավոր ադրբեջանցիներ լցվեցին Բաքվի փողոցներ, գրավեցին խորհրդարանի շենքը։ Ալիևը լավ գիտի, որ եթե սկսես պատերազմ ու ինքը որևէ կորուստ ունեցավ, ինքը այդ պարագայում ունենալու է կորուստ։ Իրեն թրաշելու են ու զրկեն իշխանությունից։ Ով է լինելու երաշխավորը, որ երաշխավորելու է ձեր ասած խաղաղությունը, ով է։ Նախ երաշխավորը լինելու է նորմալ իշխանությունը եւ նաեւ միջազգային երաշխիքների մասին ենք խոսում, այո, լինելու է երրորդ կողմեր։ Ո՞րն է այդ կողմը։ Կողմ եւ կողմեր։ Կողմեր, այո։ Ովքեր են։ Որ պետություններն են, որ միջազգային կառույցն է, որ գործընկերն Դա է։ կարող են լինել բոլոր այն պետությունները, մեզ եւ նաեւ Ադրբեջանին թշնամաբար չտրամադրված, որոնք հետաքրքրված են տարածաշրջանի խաղաղությամբ։ Ռուսաստանը հետաքրքրված է, Իրանը հետաքրքրված է, վստահեցնում ձեզ Միացյալ Նահանգներն էլ հետաքրքրված է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն։ Ռուսաստանի նախագահի հայտարարությունից կուզեի խոսել, բաց հայտարարություն եղավ, որ ցանկություն կա, որպեսզի այստեղ ռուսամետ ուժերը մասնակցեն ընտրություններին, հնարավորություն ունենան մասնակցելու ընտրություններին։ Դուք ինչպես եք գնահատում նախ այս հայտարարությունը, թե ոչ, եւ ձեր քաղաքական ուժին տեղավորում եք ռուսամետության շրջանակում, թե չէ։ Հաշվի առնելով այն հակառուսական վարքագիծը, որ ունի քաղաքացիական պայմանագիրը, մենք որ բալանսավորված քաղաքականության կողմնակից ենք եւ Ռուսաստանի հետ մեր ռազմավարական հարաբերությունները զարգացնելու կողմնակից ենք, բայց դա ամենևին չանելով արևմտյան պետությունների կամ այլ պետությունների հետ հարաբերությունների հաշվին, մեզ կարող են դիտարկել պրոռուսական։ Այսինքն սատարումը ձեզ էր ուղղված։ Չէ, ես չասեցի, ես Պուտինի խոսնակը չեմ, չգիտեմ ում էր ուղղված, բայց մեզ պրոռուսական կարող են դիտարկել միայն այն պարագայում, երբ որ դնեն հակառուսական ԿՊ-ի կողքին։ Հակառակ պարագայում մենք Հայաստանի շահերը սպասարկող քաղաքական միավոր ենք։ Սա արտաքին միջամտություն չէ մեր ներքին քաղաքական օրակարգերին։ Դուք սա չեք քննադատում։ Վլադիմիր Պուտինը սպայն ում գործընկերն է։ Նիկոլ Փաշինյանի, չէ՞։ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եղել է այդպես բան, որ Պուտինը Հայաստանի ներքին հարցերին առնչվող հայտարարություններ անի։ Ես հիմա եմ հարցնում։ Հəl խոսում է Նիկոլ Փաշինյանի թույլ վատ ղեկավար լինելու մասին։ Դա խոսում է այն մասին, որ մենք այստեղ նաև հանրային։ Չէ, ես ասում, սա, այսինքն դուք չեք քննադատում կամ սա չեք դիտարկում արտաքին միջամտություն։ Այստեղ երբ որ մենք հանրայինի տաղավարում նաև խոսում ենք այդ հիբրիդային, ինչ որ սպառնալիքներ, երբ որ դու այստեղ բերում ես Եվրամիություն, ինչ որ դիտորդներ, ինչ որ արագ արձագանքման խմբեր, եւ այդ խմբերի ղեկավարները նշում են, որ դա գալիս է Ռուսաստանի դեմ, հետո ավտոմատ կերպով ստիպում ես Ռուսաստանին մտնել այս process-ի մեջ։ Մեզ դա պետք չի։ Մեզ պետք չէ, որ մեր ներքին հարցերին խառնվի ոչ Ռուսաստանը, ոչ Միացյալ Նահանգները, ոչ Եվրամիությունը եւ առավելապես ոչ Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այսօր ես կարծում ավելի շատ պետք է անհանգստանալ։ Մենք իհարկե անհանգստացած ենք, որ Եվրամիությունն է միջամտում մեր ներքին գործերին, մենք անհանգստացած ենք, որ Ռուսաստանի Դաշնությունն է նման հայտարարություններ անում, որովհետեւ դա բարեկամական խոսակցություն չէր ըստ էության, բայց դա Նիկոլ Փաշինյանի մեղավորությունն է, բայց մենք ավելի շատ անհանգստացած ենք, որ մեր ներքին հարցերին խառնվում է Թուրքիան ու Ադրբեջանը։ Հակամ Ֆիդանը Բայց ինչու՞ չեք քննադատում Ռուսաստանի, որ մեր ներքին գործերին է խառնվում։ Որ ներքին գործերին։ գործերին։ Մենք ասում ենք, դուք այնպիսի իրավիճակ եք ստեղծել Հայաստանում, որ հիմա միայն ալարկոտ պետությունները մեր ներքին գործերին չեն խառնվում։ Աֆրիկյան մի քանի պետություն կա, իրանք չեն խառնվում մեր ներքին գործերին։ Ասենք Նիկոլ Փաշինյանը տեսնում եք, Արադ Միրզոյանը որպես արտգործ նախարար նամակ է ուղարկել Եվրամիություն, չէ՞։ Ասում է Ռուսաստանի դեմ սպառնալիքների համար մեզ օգնեք։ Ինչպես օգնել եք Մոլդովային։ Ինչ։ Նման ուղիղ ձևակերպում չկա։ Չէ, Կայա Կալասը որ խոսեց նամակի մասին, ինչ ասես Ռուսաստանի դեմ։ Օգնեք Ռուսաստանի դեմ եւ այլն, ասում նման ձևակերպում։ Հիմա Կայա Կալասի խոսքը մեզ հուշում է, որ խոսքը եղել է Ռուսաստանի մասին։ Դե դա եմ ասում։ Ռուսաստանի դեմ սպառնալիք, Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքների դեմ մենք օգնելու ենք Հայաստանին, այնպես ինչպես օգնել ենք Մոլդովային։ Հիմա դա չստացվեց, որ ու Արադ Միրզոյանն էլ կողքը կանգնած էր։ Պարոն Միրզոյանը չասեց, գիտեք, Տիկին Կալաս, մենք ընդհանրապես բոլոր սպառնալիքներին ենք դեմ, ոչ միայն ռուսական։
թուրքական, ադրբեջանական, բայց Արարատ Մուրզյանը ոնց դա ասեր, եթե մարդը ստիպված է սահմանադրություն փոխել որպես քաղաքական թիմի ներկայացուցիչ, Ալիևի պատվերով։ Լավ, ամփոփում ենք զրույցը, ժամանակ չունենք։ Հայաստան Դաշինքը առաջարկել էր կամ Իշխան Սաղաթելյանը առաջարկել էր ընդդիմադիրներին մեկ ընդհանուր հանրահավաք իրականացնել։ Արդյոք արձագանքներ կան ընդդիմադիր դաշտից թե ոչ, իմիջիայլոց ՀՀԿ-ն էլ ակցիա էր առաջարկում իրականացնել, որևէ մեկը ականջալուր եղել է առաջարկին թե ոչ եւ Ես կարծում եմ, իհարկե քննարկում եղել է, մանրամասն պարոն Սաղաթելյանը կարող է ասել, մենք որպես ընդդիմություն եւ մյուս բոլոր իրական ընդդիմադիր ուժերը մտահոգված են իշխանության կողմից եկող այս ճնշումներով, գործողություններով, ուժային, որոնք արվում են ընդդիմադիր տարբեր ուժերի դեմ, եւ դրա դեմ համատեղ մենք կարող ենք համագործակցել։ Ես կարծում եմ դեռ այդ համագործակցության դուռը բաց է, որևէ մեկը չի հերքել, որևէ մեկը չի մերժել։ Դրական որևէ մեկը դեռ չի արձագանքել։ Պարոն Սաղաթելյանի զանգերին քննարկումներից ծանոթ եք։ Դա եմ հարցնում, կա որևէ բան թե ոչ։ Դա իրավասու է պարոն Սաղաթելյանը հրապարակային ասելու, երբ դրա ժամանակը կգա եւ Պարոն Մուրազի, չկա մտավախություն ձեզ մոտ, որ շատ քաղաքական ուժեր է թվում, ոչ թե այդ թվում, այլ հենց ընդդիմադիր դաշտում չեն ուզում ասոցացվել ձեր քաղաքական ուժի հետ մտավախությունները օրինակ։ Օրինակ Ծառուկյանն ասում է, եթե վարչապետի տեխնացուն այնպես իրավիճակ ստեղծվի, որ պիտի լինի Ռոբերտ Քոչարյանը, ես ձայն չեմ տալու։ Կարապետյանի դեպքում գուցե մտածեմ, բնական է որ պիտի այդպես, որ եթե Ծառուկյանը ուրիշ հայտարարություն աներ, կգար կմտներ Հայաստան դաշինք։ Չի մտել։ Ինչու՞ Սամվել Կարապետյանի դաշինքում չի։ Բայց Սամվել Կարապետյանն ասել է կողմ եմ։ Չի ասել կողմ է, ասել է կմտածենք։ Հա դե մարդը իր էլեկտորալ հաշվարկն է արել, այս դիրքավորվել է ըստ այդ հաշվարկի, եւ դա բնական է։ Իսկ ով ասեց, որ օրինակ մենք ասենք այս կամ այն տեխնացուին կողմ կլինենք կամ դեմ կլինենք, բայց մենք պատրաստ ենք համագործակցության, որպեսզի իշխանազրկենք Նիկոլ Փաշինյանին։ Շնորհակալ եմ զրույցին։ Շնորհակալ։ Զրուցակիցս Բորիս Մուրազին էր, կհանդիպենք։